Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ 111 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունն արդիական է առ այսօր։ Ոճրագործները պատասխանատվության չեն ենթարկել։ Ցեղասպանության ճանաչման գործում ինչ դեր ունի դիվանագիտությունը։ Թեմայի վերաբերյալ զրուցելու ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մելիքյան, դիվանագիտությունը ինչ դեր է ունեցել արդեն 111-ամյա ցեղասպանության ամբողջ ընթացքում։ Ըստ եմ տեղյակ եք, որ տարիներ շարունակ երևի ավելի շուտ Հայաստանի վերանկախացումից ի վեր ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է հայկական դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը։ Եվ բնական էր, որ նորանկախ պետություն իր առաջին քայլերը անելիս անպայման պիտի հաշվի առներ իր ազգային շահերը եւ ազգային օրակարգը։ Այո, ես չեմ սխալվում, ցեղասպանության միջազգային ճանաչումը ուղղակիորեն առնչվում է հայկական շահին, անկախ Հայաստանի պետության ազգային շահին եւ ինքը պետք է անընդհատ եւ անընդմեջ լինի մեր ազգային օրակարգի անքակտելի մաս, առանցքային կետերից մեկը։ Շատ պարզ պատճառով, որովհետև երբ որ դու մոռացության ես մատնում մի բան, որը ուղղակիորեն կապված է քո ինքնության հետ, ուղղակիորեն կապված է քո լինելիության հետ, գոյաբանական, նաև գոյութենական լրջագույն խնդիր է իր մեջ պարունակում, բնականաբար դու X պահից սկսում ես դառնալ շատ թույլ եւ այսպես հետ քայլ անող քո իսկ ընկալած, քո իսկ ընկալումների մեջ առկա ազգային խնդիրներից։ Սա էր պատճառը, որ առաջին եւ երկրորդ եւ նաեւ երրորդ նախագահների օրոք մեջտապես ցեղասպանության ճանաչման հարցը եղել է ազգային օրակարգում կամ եղել է արտաքին հարաբերությունների միանշանակ, որովհետև բնական է, որ երբ որ դու միջազգայինորեն հանում ես դուրս այս հարցը, առաջին հերթին այդ հանձնարարությունը կամ հանձնառությունը պիտի լինի հենց դեսպանների ուսերին եւ տասնյակ տարիներով, այո, մեր դեսպանները շարունակաբար հարցը բարձրացրել են եւ հյուրընկալ երկրների բարձրագույն ատյաններում եւ նաեւ միջազգային տարբեր աֆիլացված կառույցներում, ֆորումներում, կոնֆերանսներում, կլոր սեղաններին, քննարկումներին եւ այլն։ Ցեղասպանության հարցը անբաժան մաս է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության։ Ի հեճուկս Թուրքիայի անընդհատ այսպես դիմադրության եւ ի հեճուկս նախապայմանների լեզվով փորձել խոսելու։ Տեսեք, առաջին հայացքից կարծես թե ինչ որ հակասական իրավիճակ կա, բայց դա այդպես չի։ Նախկին իշխանություններին մշտապես հաջողվել է հարցը, այսպես ասած, տաք պահել օրակարգում, բայց նաև չհրաժարվել Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու, բնականաբար եւ առանցքային կարեւորությամբ, առանց որևէ նախապայմանի։ Այսինքն, երբ որ դու ասում ես առանց որևէ նախապայմանի, ցեղասպանության հարցը ինքնին չի կարող դիտարկվել որպես այդ բանակցային գործընթացի առանձին մասնիկ։ Միգուցե X պահից դրա շուրջ հնարավոր լինի որոշակի քննարկումներ ծավալել, ինչը Թուրքիայի կողմից մի քանի անգամ նմանատիպ փորձեր եղել են հարցը տանելով, ասենք օրինակ պատմաբանների ինչ որ հանձնաժողով, ինչ որ նոր մոտեցումներով, այնուամենայնիվ քաղաքական կոնտեքստից փորձել կտրել եւ հարցը բերել ավելի մասնագիտական մաս, անշուշտ դա արժանացել է հայկական կողմի բացասական պատասխանին, քաջ գիտակցելով, որ երբ որ դու տեղափոխում ես ինչ որ հանձնաժողով կամ ինչ որ պատմաբանների դաշտ, կարծես թե նույն մակերեսով ես գնում, սկսում ես քննարկման առարկա դարձնել։ Սա անբեկանելի եւ անընդունելի մոտեցում է մշտապես եղել եւ մենք միշտ հայտարարել ենք նախկինի մասին է խոսակցությունը, հիմա
բացարձակ այսօրվա իշխանությունների կատարած քայլերի հետ որևէ աղերս չունի, մենք մշտապես հայտարարենք, որ այո, պատրաստ ենք երկխոսության Թուրքիայի հետ, կառուցողական երկխոսության առանց որևէ նախապայմանի։ Մելիքյան, ձեր խոսքում նշեցիք, որ եղել է արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Եթե այս պահին արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, դրա մասին խոսում է արտաքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչ է փոխվում եւ միջազգային ընկալումը դեպի մեզ ինչպես է փոխվում։ Տեսեք, ակներև է այսօրվա վարչախմբի կողմից վարած քաղաքականության, այսպես ասենք, հակահայկական, պրոթուրքական եւ պրոադրբեջանական բնույթը։ Կարծես թե այս իշխանությունները այսօր էլ չեն գիտակցել իրենք ինչի համար են նստած այդ աթոռներին եւ ինչով ընդհանրապես պիտի զբաղվեն։ Տպավորություն է, որ ցանկացած այսպես մոտեցում կհնչի դա Անկարայի կողմից, թե կհնչի Բաքվի կողմից, շատ արագ, այսպես զիջողական կեցվածքով, գլխիկոր, վազեվազ ի կատար է ածվում։ Փաստը բոլոր այն գործողությունների վերջին 5 տարիների ընթացքում, եսի նկատի ունեմ հենց 44 օրյա պատերազմից հետո եւ նաեւ 21 թվականի ընտրություններից հետո, երբ որ այդպես պողպատյա մանդատը հայտարարվեց որպես հիմնական զենք իշխանությունների ձեռքում, այսպես ասենք, լրացնելու, նսեմացնելու, փոքրացնելու, բանտելու հակառակ խոսքը, քննադատական խոսքը եւ իրենց առաջ բերած խոսույթը, որը հետագայում այսպես հանրագումարի բերվելով պարփակվեց այդ մեծ փաթեթի մեջ, որ կոչվում է իրական Հայաստան իրենց համար, ինձ համար ճակերտավոր, որտեվ նման Հայաստան ինձ համար բացարձակապես գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ մի Հայաստան, որտեղ ցեղասպանության հարցը մերժելի է, հարցականի տակ է, հաշվելի է եւ առաջնահերթություն չէ։ Չի կարող լինել այդպիսի Հայաստան, որովհետև չի կարող լինել նաև հետագայում Աստված մի արասցե, եթե այս իշխանություններին հաջողվի նորից վերարտադրվել, իրենք ընդհանրապես հարցը տանելու են վերջնական փակման եւ վերջնական խեղդման։ Բնականաբար սա պիտի գիտակցի ողջ հայ ժողովուրդը եւ նաեւ ուղղակի շահառուները սրա, որի անունն է Սփյուռք, եւ պատկերացնում եք այդ մարդկանց համար ինչքան վիրավորական է, երբ որ իրենք Երևանից անընդհատ լսում են, որ ցեղասպանությունը ձեր խնդիրն է, գնացեք դուք այդ խնդրով ապրեք, արարեք, ինչ ուզում եք, մեր գործերին աշխատեք չխառնվել եւ մեզանից էլ որևէ ակնկալիք չունենալ, որովհետեւ մենք ունենք դիրքորոշում։ Սա առաջնահերթություն չէ։ Սա ձևակերպումն է։ Խորքի մեջ սա ուրացում է, սա մոռացության մատնել է, սա պատմության ամենաողբերգական էջերից մեկի ուղղակի ջնջումն է մարդկանց ուղեղներից, մարդկանց հիշողություններից, այսպես թե այնպես Թուրքիային եւ Բաքվին պահանջներին եւ հագուրտ տալու եւ նաեւ այսպես ծնկաչոք հաճոյանալու համար։ Ձեր աշխատանքի եւ նաեւ մյուս դիվանագետների աշխատանքի արդյունքում բազմաթիվ երկրներում ցեղասպանությունը ճանաչվել է, որոշ երկրներում քրեականացման, ցեղասպանության շղթումը քրեականացված է, նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց ցեղասպանությունը։ Սա ինչ է տալիս եւ ինչ ունի այս ամենի յետևում առած Սփյուռքը։ Հիմա դուք պատկերացնում եք, ասենք ինչ վիճակում եք դնում այն երկրների ղեկավարները, չասեմ, հենց այն երկրներին խորհրդարանական մակարդակով կլինի, նախագահական մակարդակով կլինի, վարչապետական եւ այլն, ինչ իրավիճակում եք իրենց դնում, երբ որ իրենք այլևս քայլը արել են եւ օրենքի ուժով ճանաչել են հայոց ցեղասպանություն։ Այսինքն ինչ եք խոսելու, ասելու եք հետ քաշեք այդ որոշումը, չեղարկեք այդ որոշումը, ինչ պիտի անեք։ Երբ որ սկսված է process-ը, դու process-ի X պահին կանգնեցնում ես դա եւ ոչ միայն կանգնեցնում ես, արգելում ես ընդհանրապես դա դարձնել քո բանակցային օրակարգի մաս կամ բանակցային ընդհանուր փաթեթի մի մաս։ Սա շատ խորը վտանգ է պարունակում իր մեջ, այն բարձ պատճառով, որ ճանաչած երկրները երկմտանքի մեջ են ընկնում, հա։ Այդ նույն երկրները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, սա խնդիրը այսօր էլ նշեց կարծեմ թե վարչախմբի ղեկավարը,
որ ցեղասպանության հարցը, ու չգիտես ինչի հղում է անում ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորներից մեկին, որ ցեղասպանության հարցը դարձել էր գործիք տարբեր գերտերությունների կամ տարբեր երկրների իրենց իսկ շահերի սպասարկման համար կամ իրենց եւ մեկ այլ երկրի շահերի բախման արդյունքում ինչ որ գործիք դա օգտագործելու երկխոսության հասկանում եք, այսինքն սա շատ վտանգավոր մոտեցում է, որովհետեւ նախ ինքդ արդեն դրանով սկսում ես կասկածի տակ դնել բուն ցեղասպանության էություն։ Մենք հրաշալի գիտենք ինչ բան էր ցեղասպանությունը եւ ինչ բան էր հայոց ցեղասպանությունը։ Փույթ չէ, որ շատ երկար տարիներ հետո Ռաֆայել Լեմկինի շուրթերով առաջին անգամ այդ խոսույթը բերվեց միջազգային օրակարգ, այդ տարիներին անշուշտ չկար այս բուն ցեղասպանություն տերմինը, բայց հայոց ցեղասպանությունը տառացիորեն Լեմկինի նկարագրած կետ առ կետ ամեն տարին ուղղակիորեն առնչվող է։ Ասում են այսպես հետադարձ խնդիր չկա, բայց միևնույն է դու արդեն երբ որ սահմանում ես եւ կա դրա փաստացի իրականությունը, իսկ դա կա, բոլոր փաստերը կան, այդ փաստերը եւ արխիվային նյութերի մեջ են եւ տարբեր միջազգային կազմակերպություններում են եւ այն երկրները, ովքեր ունեին դեսպաններ կամ առաքելությունների ղեկավարներ կամ միսիոներներ, իրանք ուղղակիորեն վկա են եղել, հա, այդ ամեն ինչի եւ այդ ամեն ինչը ուղղակի փաստագրված թղթի վրա դրված կա։ Իսկ դու հիմա անում ես մի այնպիսի խայտառակ քայլ, ես սա շատ նուրբ բնորոշում եմ տալիս, հա, որ ուղղակիորեն զրկում ես հետագայում անկախ քո կամքից, հա, դու թող այդ երկրները իրենց շահերի ետևից գնան, եթե նույնիսկ շահադիտական է այդ մոտեցումը, ապա դու այնքան խելացի պիտի լինես, որ դրանից օգտվես, այլ ինքդ չդառնաս գործիք։ Գործիք դառնալու մասին խոսում եմ մեկը, որ ինքը իրեն այդպիսին է դարձրել, ինքը իր համաձայնությունն է տվել կնինքով, ստորագրությամբ դառնալու գործիք, լինելու գործիք նույն ադրբեջանական շահերի սպասարկման մասով, նույն թուրքական շահերի սպասարկման մասով եւ այլն, ով ավելի շատ կառաջարկի, սա է խնդիրը, հասկանում եք, առաջարկությունը միշտ կա, միշտ լինելու է, հենց այն փաստը նկատի առնելով, որ Հայաստանը գտնվում է բավականին վտանգավոր, բայց միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր աշխարհաքաղաքական դիրքում, հետեւաբար դրանից միայն պիտի մտածես, թե ինչեր կարող ես դու ինքդ քաղել քո ազգային շահերը սպասարկելու համար, ոչ թե ինքդ դառնաս գործիք սպասարկելու համար ուրիշների շահերը։ Ուրիշները շատ լավ գիտեն իրենց շահերը այստեղ որոնք են։ Հա, հիմա այդ ընդհանուր այդ շահերի բախման արդյունքում ինքդ մերժումական կեցվածք ես դրսևորում, բայց այնուամենայնիվ բոլորին փորձում ես սպասարկել։ Սա իհարկե անընդունելի է, սա պետական այրին ընդհանրապես հարիր մոտեցում չէ, ասեմ ձեզ ավելին, սա հեշտագույն ճանապարհն է, երբևիցե որ եղել է միջազգային հարաբերություններ, դուք ասեք մենք ինչ որ պետք է տեղում կարգավորենք եւ կանենք։ Սա է խնդիրը։ Ցավալիորեն եմ սրա մասին խոսում, որովհետեւ սա վերին աստիճանի առաջին հերթին իջեցնում է քո բանակցային հնարավորությունները, դու ապրիորի հանդես ես գալիս արդեն թույլի դիրքերից, վախկոտի դիրքերից, աման հանկարծ մի բան այնպես չանենք, որ գլխներիս բելաբերենք, հա, մոտավորապես մեզ ժողովրդական խոսքով եմ ասում, բայց հիմնական գաղափարը կայանում է դրա. սուսեք, չխոսեք, սուսուփուս մոտեցեք, չարձագանքեք, ոչինչ, իրենք թող իրենց ներքին լսարանի համար սպասարկեն այդ հայտարարություններով եւ այլն, սա ծիծաղելի է շատ պարզ պատճառով, որովհետեւ արդեն այդ ներքին լսարանի սպասարկումը վաղուց դուրս է եկել եւ Բաքվի շրջանակներից եւ Անկարան շատ ավելի վաղուց, Բաքուն առավել եւս։ Դրա մեջ կա որոշակի ճշմարտություն, որ այս հայտարարությունների մասով հակահայկական եսի նկատի ունեմ, տարածքային նկրտումների մասով կլինի, ինքնության մասով կլինի, տարածքային ամբողջականության մասով կլինի եւ այլն,
այո, բայց դրա մեծ մասը արդեն արտահանվել է դուրս, հա, եւ սա Բաքվի որդեգրած տասնյակ տարիների քաղաքականությունն է, որը թույլ ղեկավարի պարագայում մշտապես արժանանալու է նմանատիպ կեցվածքի։ Երբևէ կմտածեիք, որ հայոց ցեղասպանությունը, ժխտողականությունը քրեականացնելու կարիք կա նաև Հայաստանում։ Երբեք։ Եվ 2 տարի առաջ նման նախագիծ ընդդիմությունը բերեց ազգային ժողով, ինչ բնականաբար չընդունվեց, որտեղ է եղել բաց թողումը, սխալը եւ իրավական առումով նման նախագծի կարիք կա Հայաստանում։ Անջան, այս հարցին փորձեմ նաև հարցով ասել։ Երբևէ կպատկերացնեիք, որ Արցախը չի լինելու։ Երբևէ կպատկերացնեիք մեր քույրերի եւ եղբայրների այդ ցեղասպանության վտանգի տակ եւ էթնիկ զտման վտանգի տակ այդ բռնագաղթը։ Երբևէ կպատկերացնեիք, որ այն դիրքերը, որոնք տասնյակ տարիներով ամրակայված եւ հսկվում էին հայ զինվորի կողմից, այսօր ուղղակի գրավված են առանց որևէ փամփուշտ օգտագործման ադրբեջանցիների կողմից։ Երբևէ կպատկերացնեիք, որ Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները ուղղակի կարող են հանձնվել կամ լինել թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երբևէ կպատկերացնեիք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը մեր ինքնության ողնաշարն է, դարավոր եկեղեցուն, դարերի մասին ենք, հա, խոսում այդ պետություն չունենալու պայմաններում եկեղեցուն ապավինելը եւ եկեղեցին իր թևերը ինչպես է փռել եւ ինչպես է պահել ժողովրդին, հրաշալի գիտենք պատմություն։ Երբևէ կպատկերացնեիք այդ ասպատակությունների ու այլանդակությունների պիղծ մոտեցման մասին։ Երբևէ կպատկերացնեիք, որ հայերը, հայ կոչվողները կարող են այդքան լկտի ձևով արտահայտություններ անել ընդհանրապես ընդդիմախոսների եւ քննադատողների նկատմամբ։ Երբևէ կպատկերացնեիք, որ Ստամոքսը կարող է գերակա լինել քո ուղղակի ազգային պատկանելության եւ արժանապատվության հետ։ Երբևէ կպատկերացնեիք, որ Արցախի կորուստը կարող էր դառնալ հաղթանակ Հայաստանի համար եւ Հայաստանի անկախությունը ամրապնդվել։ Սրանք հարցեր են, հասկանում եք, եւ ռետորական չեն, բոլոր նշածս հարցերը ունեն փաստացի փաստերով հիմնավորված պատասխաններ։ Սա է խնդիրը։ Իսկ որքանով է իրատեսական, նյութական եւ տարածքային փոխհատուցումը Թուրքիայի դեպքում։ Տեսեք, մենք երբեք բանավեճ կա այո, միշտ բանավեճ կա, անընդհատ կա այդ բանավեճը, բայց տեսեք ինչա կատարվում։ Սինխրոնիզացիայի արդյունքում, եթե մենք գնանք 111 պլյուս տարի առաջ, ինչ էր հիմնական թուրքական նպատակը այդ օրվա օսմանյան իշխանությունների կողմից։ Չկա հայ, չկա պրոբլեմ։ Չկա հայ, չկա հայկական հարց։ Եվ հայկական հարցը հորինովի խնդիր չի եղել, որքան էլ որ դա փորձում են այսօրվա իշխանությունները ծայրահեղական տեսանկյունից ներկայացնել։ Հայոց ցեղասպանությունը երիտ թուրքերի կողմից ծրագրված, նախապես ծրագրված, շատ հստակ ճանապարհային քարտեզով արված վանդալիստական ակտ էր, ոչնչացնելու, ընդհանրապես ազատելու այդ տարածքները, բռնագաղթն էլ, որ իրենք փորձում են հիմնավորել, որ դե պատերազմներ պիտի տեղափոխումներ լինեին եւ այլն, այդ ամբողջը բնականաբար մտածված արված էր, որ մարդիկ գնային անապատներում եւ նաեւ սովի մատնված մահանային եւ հույս անգամ չթողնեին վերադարձի եւ այլն։ Հիմա տեսեք, այդ հիշողության ջնջումն ու ուրացումը շատ ճիշտ է, դրա համար է հորինված։ Հասկանում եք, այն ինչ որ իրենք ժամանակին ծրագրել են եւ վերջնական ավարտին չեն կարողացել հասցնել շատ པարզ պատճառներով, չնայած բուն ակտը կայացել է եւ արևմտյան Հայաստանը դատարկվել է հայերից բռնագաղթի սպանությունների արդյունքում, տեսեք, այս իմաստով կա անշուշտ այդ խնդիրը։ Լավ, հիմա եթե այսքան տարիներ որևէ ձևով թուրքական իշխանությունները չեն կարողանում ընդունել կամ վերցնել այդ բեռը, հանուն արդարության նույնիսկ չեն գնում։ Սա նաև արդարության վերականգնման նպատակ է հետապնդում, հասկանում եք, այդ հիշողությունը ջնջելը, պատմությունը ջնջելը հենց առաջին հերթին
ի նպաստ Թուրքիայի է, որովհետև իրենք ուղղակի երազում են, որ դա վերանա։ Ետ տա, այսինքն Արևմտյան Հայաստան ասած։ Ես երբեք այդպես չէի պրիմիտիվացնի, շատ տրիվիալ մոտեցում է իհարկե, տեսեք ամեն ժողովուրդ պիտի ապրի իր երազով։ Պատմական ցանկացած ժամանակաշրջան ունի իր ձևը, բովանդակությունը, իր բնույթը։ Երբ որ քո երազը ոչնչացնում ես, երբ որ քո գոյութենական ամենակարևոր այսպես ներվերից մեկը մահացնում ես, ոչ թե թմրեցնում ես, այլ ուղղակի մահացնում ես, այդ խնդիրը միանգամից վերանում է։ Հասկանում եք, սա թուրքական երազանք է, խնդիրը ընդհանրապես դուրս հանել օրակարգից, վերացնել, ջնջել, մաքրել, հետք չթողել, որպեսզի սերունդները այլևս չանդրադառնան դրան։ Խորքի մեջ սա շատ երկարատև գործընթաց է, հասկանում եք, 111 տարի է անցել, չէ՞։ 100-ամյակի մի այսպիսի հետաքրքիր մենք ունեցանք կարգախոս, հիշում ենք եւ պահանջում ենք։ Այո։ Ինչ էինք հիշում եւ ի վերջո պահանջը ինչն է։ Առաջին մասով կարծեմ շատ երկար ասացի, դա հիշողությունն է, որ անընդհատ պիտի մնա քո մեջ։ Սա գենետիկ խնդիր է, հասկանում եք, պահանջը առաջին հերթին արդարության վերականգնում է։ Միանշանակ։ Այո, եթե դու ճանաչում ես, բնականաբար պիտի անես որոշակի քայլեր, ռեպարացիաների հարց պիտի բարձրանա միանշանակ, որովհետև դու մի ամբողջ ժողովրդի զրկել ես ապրելու, արարելու, շնչելու իրավունքից, իրենց իսկ բնորանից արմատախիլ ես արել եւ փորձել ես ոչնչացնել։ Հիմա սփռված ամբողջ աշխարհում մեր սփյուռքի քույրերը եւ եղբայրները, ես հենց դասական սփյուռքի նկատի ունեմ, իրենց պապերի եւ ապուպապերի մասին է արդեն խոսքը գնում, հասկանում եք, դու մարդկանց բռի ուժով տեղահանել ես, ենթարկել ես էթնիկ զտման, ցեղասպանել ես, մորթել ես անապատների ճանապարհին, ովքեր որ կարողացել են փրկվել են եւ մազապուրծնելը այնուամենայնիվ գնացել են եւ որտեղ որ բնակության վայր են գտել, իրենք առաջին հերթին իսկ մտածել են ինչպես պահեն իրենց ինքնությունը, հայ մնալը։ Մարդիկ չեն ունեցել կացարաններ, բայց կարողացել են միասին գալ մի հովանու ներքո եւ կենտրոն, եկեղեցի եւ նմանատիպ հավաքատեղիներ սարքեն, որպեսզի չոչնչանան, այսինքն ապրեն համախմբված ձևով։ Սա երևի շատ անսպասելի է եղել մեր ոխերիմ հարևանների համար, պարզ պատճառով, որովհետև ոչնչացումը ուրիշ ձև չի լինում, հասկանում եք, հայկական հարցը վերջնականապես փակելու խնդիրը ուրիշ մոտեցմամբ չի լինում։ Հիմա կներեք ես շարունակեմ ուղղակի, տեսեք, գալով էլի ձեր նախորդ հարցին, որքանով է իրատեսական։ Նորից եմ կրկնում, սա երկարատև աշխատանքի խնդիր կա։ Այդ բացարձակապես իրատեսական չի եւ զրոյի է հավասար, երբ որ դու դա մատնում ես վերջնական ուրացման եւ մոռացման։ Սա միանշանակ է, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Հետևաբար հենց սա էլ ուզում են թուրքերը, ինչը շատ գեղեցիկ ձևով փաթեթավորված անում են այսօրվա իշխանությունները։ Սփյուռքը իր այդ պատմություններով, ես հիշում եմ նաև դեսպանատները ամեն անգամ ֆիլմեր էին պատրաստում, երբեմն ցուցահանդեսներ, կենդանի մարդկանց զրույցներ, լրատվամիջոցներ են միշտ հրապարակել իրավահաջորդների։ Դրանք եւ Սփյուռքի այդ հիշողությունները, որոնք կան, որքան կարող են օգնել մեզ գործընթացը իրավական ճանապարհով ճանաչման տանելու։ Դրանք վկայություններ են։ Տեսեք, շատ կարևոր փաստ եք նշում, այսպես թե այնպես միևնույն է Սփյուռքը իրենը անելու է, որովհետև ինչպես նշեցի, իրենք հենց առաջին շահառուներն են։ Դժվար է ընդհանրապես գտնել մի սփյուռքահայ, ում ուղեղից կարելի է մաքրել ընդհանրապես պատմությունը եւ հայոց ցեղասպանությունը, որովհետեւ իրենք սփյուռքահայ են դարձել, սփյուռքը առաջ է եկել հենց այդ հանգամանքից, հասկանում եք, մարդիկ կտրվել են իրենց հազարամյա բնորանից եւ ցաք ու ցրիվ են եղել աշխարհի 4 անկյուններում։ Խնդիրը այստեղ շատ ավելի ուրիշ է, որովհետև միջազգային հարաբերություններում բնականաբար ոչ թե Սփյուռքի կամ այնտեղ բնակվող համայնքների կարծիքն են առաջնային ընդունում,
այլ այն պետության կարծիքը, ում հետ որ հարաբերվում են։ Այսօր Հայաստանի հետ հարաբերվելիս որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանի ազգային բառն էլ զզվում են իրենք դրանից, ազգային էլ հանեն, օրակարգում կամ արտաքին քաղաքական օրակարգում կա ցեղասպանության հայ։ Հիմա երբ որ նույն սփյուռքահայը կամ խմբերը կամ միությունները կամ հատուկ հանձնաժողովները կամ թեմակալ առաջնորդները տարբեր աշխարհի տարբեր երկրներում մեր թեմերի մասով հոգևոր դասը կլինի, մտավորականները կլինեն, սեպենք X երկրում գնում եւ փորձում են այս հարցը ներկայացնել եւ առաջ մղել, ճանաչման հետ կապված։ Այս մարդիկ կարող են շատ պարզ ասել, բայց կա Հայաստանի Հանրապետություն եւ ձեր պետությունը մշտապես մեզ հորդորել է, որպեսզի մոտ չգանք այս հարցին, որպեսզի չվնասենք ընդհանուր գաղափարը։ Այո, մենք հարգում ենք ձեզ, այո, մենք կարող ենք գալ ձեր կողքը կանգնել ապրիլ 24-ին, տարբեր այսպես հուշ երեկոների, միջոցառումների մասնակից լինենք, նույնիսկ քայլերթերի, բայց մյուս մասով չենք կարող, պարզ պատճառով, որովհետև ձեր պետությունը լրիվ ուրիշ գծերի մեջ է եւ իրենց արտաքին քաղաքականության մեջ այդ առաջնահերթությունը չկա։ Մենք էլ քանի որ միջազգային կազմակերպությունների կամ միջազգային հանրության մի մաս ենք համարվում, բնականաբար չէինք ուզենա խոչընդոտել, ասենք, որովհետև մենք պաշտպանում ենք, որ բոլոր երկրները բարեկամական հարաբերություններ ունենան իրենց հետ, այլ ոչ թշնամական։ Սրանք բնական է ստանդարտ, այսպես նախադասություններ են, որ պետք է կազմեն, այո, խնդիրը պիտի կանգնի եւ փոփոխությունները միանշանակ պիտի առաջ գան։ Ինչու պետք է փոխել այս իրավիճակը։ Մարդիկ պիտի սթափվեն, Աննա ջան։ Մարդիկ չեն գիտակցում վաղը մյուս օր, որ կարող է ծիծեռնակաբերդ չայցելեն, որովհետև չի կարելի այցելել միտեղ, որը այլևս չկա։ Իսկ այն քաղաքականությունը, որ որդեգրել են այսօրվա կոլաբորացիոնիստ իշխանությունները, շատ պարզ է, հեռվից են գալիս։ Արարատ, հետո տեղանուններ, հետո պատմական հիշողություն, հետո մշակութային ժառանգություն եւ այսպես շարունակ, հա, փորձերը անշուշտ կանեն, իսկ վերարտադրվելու պարագայում շատ ավելի ագրեսիվ ձևով դա կանեն, իրենք հրաշալի պատկերացնում են, որ նույն ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման մասով լրջագույն ջատագովներից մեկը հենց հայոց առաքելական Սուրբ եկեղեցին է, դրա համար պիտի թուլացնել կամ մինիմում հնազանդեցնել, որպեսզի կարողանան իրենց այսպես այլանդակ ծրագրերը, հակահայկական եւ հակահայաստանյան ծրագրերը առաջ մղել։ Դրա համար ժողովուրդը պիտի շատ լավ հասկանա, որ գալիք հունիսի 7-ը դա սովորական օր չէ, սովորական ընտրություններ չեն։ Սա ջրբաժանի օրն է, սա գոյութենական պայքարի կրիտիկական կետն է, սա կարծեմ թե մեր, այսպես ասենք, խորքային գենետիկ հոգևոր հասկացողության բարձրագույն գագաթը պիտի լինի եւ քվեատուփը եւ դուք, քվեաթերթիկը եւ դուք, ամեն մեկը իր համար իր խղճի առջև պիտի այդ հարցը իրեն տա։ Ես ինչ եմ ընտրում։ Ես ընտրում եմ խոնարհումը Ալիևին, ես շնորհակալություն եմ հայտնում Ալիևին, ես ընտրում եմ ցեղասպանությունը հաշվարկված մոտեցման կամ այսպես հաշվողական տիրույթ բերելու մի հատ դեռ հասկանանք, այդ 1.5 միլիոն է եղել, թե 1 միլիոն է այնուամենայնիվ, այդ ով է հորինել այդ բառ, այսինքն սրանք փոքր հարցականներ են, որոնք ձեզ ասեցի ուր են տանում, սրա ճանապարհը դեպի ուր է տանում։ Ես ուզում եմ Հայաստանը չլինի կամ լինելու պարագայում լինի ուղղակի սպասարկման կետ աշխարհի տարբեր շահերի համար, ես ուզում եմ, որ Հայաստանը թուլանա եւ ես միայն ապրեմ առավոտյան արթնանամ ուտեմ, ցերեկն էլ ուտեմ, ամբողջ օրը ուտեմ, ծամեմ ու էլի քնեմ, որ մյուս օրը առավոտյան արթնանամ եւ ուտեմ։ Վերջի վերջո ես ինձ եմ ընտրում, հայ մնալն եմ ընտրում։ Հիմա ինչ որ ասեցի բոլոր այս կետերից, դրա հայելայինը պատկերացրեք մյուս հարցը։ Այս երկու հարցին պիտի ընտրողը պատասխանի։ Եվ
ընտրողն էր Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ինքը պիտի իսկապես շատ ստապ մոտենա այս հարցին եւ երբեք չսխալվի, որպեսի հետո չմեղադրի, որովհետեւ առաջին մեղադրվողը հենց ինքը պիտի լինի։ Ինքը պիտի գիտակցի, ես այս քայլով դառնում եմ մեղսակից, հանցակից, թե այնուամենայնիվ փոխում եմ սլաքը, կանգնեցնում եմ այս զզվելի ընթացքը եւ հավաքելով ինքս ինձ, իմ մնացած համախոհներին, ոչ համախոհներին էլ հետ դարձի բերելով եւ փորձելով իսկապես կառուցել զորավոր, ուժեղ, խելացի եւ բարգավաճ Հայաստան։ Այս է ամբողջ խնդիրը, հա։ Տեսեք մենք որտեղից եկանք, ուր եկանք հասանք, բայց հետո այնպես չլինի, որ մեկը փորձի ինչ որ մեկ այլ ընկերոջը կամ ընկերուհուն մեղադրել, որովհետեւ այդ փոքրիկ նշանը, որ ինքը պիտի անի քվեաթերթիկի վրա, սա ճակատագրական է լինելու հայ ժողովրդի համար։ Եվ այստեղ միջանկյալ որևէ խնդիր չկա։ Ինքը կամ գնում է մեղսակցության ճանապարհով օրվա իշխանությունների հետ, կամ այդ թափանիվը, չկանգնող թափանիվը ուղղակի կանգնեցնում է եւ պատրաստ է փոխել այդ անիվը, այդ արդեն վաղուց ժանգոտած ու որևէ մեկին պետք չեկող անիվը դնել նոր անիվ եւ առաջ նայելով համախմբված ձևով, համերաշխ ձևով Հայաստանը տանել դեպի ավելի ուժեղ, ավելի բարգավաճ, ավելի բարեկեցիկ, ժողովուրդը ավելի միասնական եւ բնականաբար չպառակտված, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրն էր արտագաղթ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ Մենք զրուցում էինք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներից, ինչպես նաեւ Սփյուռքի դերի մասին։ Եթերում իրավաբանական կլինիկան էր, ես ձեզ հետ էի Աննա Ավետիսյանս։